Բարի լույս ընկերներ ջան, ինչպես եք։ Ստեղ պապիներ ունենք։ Շունիկի ջարդուկներ են։ Ճիշտն ասած, այսօր առավոտյան ուզում եմ Ալեքսին տանել ինչ-որ մի այգի չէ, խաղալու տեղ, ժամը 12-ի կողմերն է։ Բայց մինչև իմ Ալեքսը շարժվեց, մի քիչ էս խաղաց, մի քիչ այն խաղաց, մի քիչ սենց, մեն ժամը անցավ, որը շաբաթա պետք է հասցնեն հենց անել, որպես փակա բալես։ Ու պետք է հասցնեն, որ մինչև ջեսի գալը գնայինք, բայց դե եթե չհասցրի, գնանք այս խանութից մի հատ խաղ վերցնեմ իր համար։ Արի, գնանք խաղը ընտրենք, փակա։ Չենք կարա կտրենք, էդի չի կարելի արդեն կտրել, արի։ Արի այն մյուս խաղալու տեղը գնանք, արի։ Ստեղ մեկա շատ բան չկա էլ անելու, ստեղ մեծերի համար տրնաժորներ են։ Թխեք թող գա։ Ապայս։ Շիրնացրել են խանութը, փոփոխություն են արել ինչ-որ։ Հացել կհիշացնես վերցնեմ, հա բալես։ Գնա, այս սկզբում գնանք բան, խաղալի քարտը վերցնենք, որ դուրակ խաղանք ես ու դու։ Լավն է այդ, Indian Grape House-ում եմ տղան, հնդկական խաղող ուզում։ Լավն է այդ, այդ մարդուր սարցնենք, լավն է թե չէ, փորձում եմ։ But you can't mix, let's see if it is the same price or not. You can't mix, you have to put it different. It's enough? This is enough? Yeah. No. That's good? No. There's much. We need that. Спасибо. Get me mixy. This is good one. This is enough then, okay? Abbas. Uzma gnatoprak վերցնի, այնտեղ բանա սալակատրած չի կարողանա։ Would you like broccoli as well, Alex? Broccoli? Here. Ha. Սիրունները վերցրու։ Ես թերթել եմ, ես բանան եմ ընտրում, ստեղից փորձում եմ բանան էլի, սիրուն ընտրեմ։ Տեսնեմ ստեղ Ալեքսանդրը ինչ էր ալեցրել։ Allez, vas-y. Je suis pas d'accord avec tout ça, non? Done. Tu mettre tout sur place. Allez. Done. Non? Okay, after one, done. Vas-y. Okay, then one. Non? Allez. Two. Давай, шут. Ինչ կթեյ սոկ կթելա դերել լցրել աստեղ։ First we have to clean this off. Ush. Երեկվանից ես Ալեքսը բամբուկ ազում, տեսել որ իր դպրոցում երեխեքը սենց ինչ-որ բան էին անում, ծամում էին էլի, ոնց որ մի ասմա, բայց հետո գնացինք որ առնեինք, չկար վերջացել էր արդեն։ Բայց դու դա կարենալու ես ծամես իրանց նմա, ծամում են իրանք, այդ ջուսը մեջից հանում են, գնանք լվանամ, լավ, այդ վերևի շերտը պիտի հանեն, այդ մեջի շերտը
Սովորաբար մեքենա կա, չէ՞ ճշմարում է այդ շաքարեղեգի հյութը դուրս է գալիս։ Արի, գնանք։ Բայց որ շատ է ուզում, թող փորձի Ալեքսանդրը, չէ՞, մեկ է ես հանդգաստան գալու, որ փորձի սենց շաքարեղեգ։ Գնացինք։ Լիֆտը կանչես։ With the bamboo. Բամբույով չէ, մատիկով։ Էդի բերանդ պիտի։ Ալեքսի հետ որ գնում եմ խանութ, գիտեք, անհնար է ծախսերի տակ չընկնեմ, բայց այնքան լավ էր, փոստորեն աղագին միավորներ էի հավաքել, եկակ վճարելու, կասկածում եմ մոտից գումար կհերիքի, թե չի հերիքի, ասում եմ բանը, որ չի հերիքի, բան կանեմ, էլ կթողն ասվա դուք մի անհանգստած եք, դուք ինքան միավորներ եք հավաքել, հեսա կնայեմ, նայեց, դել է իմ տված գումարից էլ հետ տվեց։ Bamboo, 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 Ուրախ ես քո բամբույով։ Արի։ Հետս մի քանի բան կա բերել եմ, ես ինչ գիտեմ, ինչ եմ բերել, ինչ չեմ բերել։ Ստեղ երեխեն իր համար ես էլ մի հատնի սառույցի նման կոնֆետներից է վերցրել։ Շաքարեղեգ, այս շաքարեղեգը այն մեքենաները պետք է ունենաս կամ տան համար էլ ունենում են հյութը քամելու համար։ Քամում ես, հյութը հանում ես, բայց երեք դպրոցում տեսա, որ վերցրել են բարձր դասարանցիները, սենց ծամում են ու ոնց որ ատամներով են էլի այդ ջուրը հանում։ Բնականաբար երեխա է և նա էլ է ցանկանում նույն բանը անի, տենց վերցրի, ես չէի պատկերացնում ճիշտ ասած, որ տենց կարելի է անել, որ սկզբում տեսավ, ասեց ուզում եմ, ասի մենք ինչ ենք անելու, ես Ալեքս ջան, չենք կարա, սոկ չէին կարա ընդեղ սարքեն, հենց այս շաքարեղեգն էին վաճառում։ Watermelon. Ասում եմ տանենք չենք անել, ոչ մենք ոնց որ հետո տեսանք, որ այդ երեխեքը վերցրել են, հետ գնացինք, որ ուտևից վերցնի ու չկար, ինքը շատ էր տխրել, որ ինքը չարեց դրանից, խոստացա, որ տան մոտ կլինի և ես կկատարեմ իրա ցանկությունը, լավ, մի հատ երեխա կար, վաճառում էր, այսօր հանդիպեց։ Watermelon. Ես իմ խոստումը կատարում եմ, բայց Ալեքս տեսնեմ դու ոնց ես անելու սա, ես դա չեմ պատկերացնում, բարես։ Ստեղից պիտի սկսես ծամելը, բայց բանա, actually, փափուկ կա։ Papa?Ետեղից մի բռնի, այն ծամի։ Չես ուտում, պիտի ծամես, ջուրը դուրս գա թափես։ Ջրալի է։ Չես գծում է։ Հետաքրքիր է։ So hot. Դիր բերան է։ Ծամի։ I don't like. Այվա փոքր է տամ։ So tiny. No. Փոքր է։ Give me a dot. Dot. Ծամում ես, այդ բան մնացածը հանում ես բերանից հետ։ Ջուրը դուրս է գալիս։ Afterwards, spit it out. Սպիտ չես ամ, ուղղակի սիրուն հանում ես բերանից հետ։ Այսամ։ Like this. Ուզում ես։ I like how we doing it. Արի մամային որ օգնես, Ալեքս։ Էստեր։ Again, at the end. Այս կոմարի։ Never lose 5 times is Indian, and you know Indians said this on them, right? Շուշու դատարկենք, որ տղան տանի, թե չէ մնաց տեղ
Durasa, thank you. Thank you very much. Մեր գնումները բերեցին ընկերներ, հիմա կարող եմ ամբողջությամբ ձեզ էլ ներկայացնել, թե ինչ գնումներ են կարել, հաց, բրոկոլիներ, լավը շատ լավ բրոկոլի ունեին, բրոկոլի, պապայա, Ալեքս ուզում էր փորձեր, գետնանուշը այս տարբերակով, սրանցից Բելգիայում էլ ենք առնում, Ալեքս չէ հիշում, բայց Բելգիայում արդեն բոված է ու մաքուր, չէ, նույնն է, ուղղակի բոված է արդեն ընդեղն է ու բանա, մաքուր լվացած տուփի մեջ է, տարբերությունը դա է։ Յոգուրտ է, մածուն, այստեղ յոգուրտներ ենք վերցրել, Ալեքսն է ընտրել, դրա համար երեքն էլ ընտրել է ելակի համով, բանան, լիքը բանան, այստեղ հնդկական ոնց որ թե սորտի խաղող, ասենց երկարոտ խաղողներ են, մի խոսքով էլի կա ուրիշ հնդկական չի, Ալեքսիս համար, Ալեքսն էր ասում հնդկական, ես էլ կրկնում եմ, սև և դեղին խաղողներ, կտեսնենք ինչպիսին է, ասենց ինչ-որ հյութեր է իրա համար վերցրել, մեկն էլ ճանապարհին խմելով է եկել, ես ինչա վերցրել, մի հատ միրինդա է վերցրել, մի հատ ֆանտա է վերցրել, ես եմ որ գլուխս թեքել էի, այդ ժամանակագնումներ է արել, ելակ, 4 տուփ եմ վերցրել ելակը այսօր, որովհետև լավն էր, ինձ թվում է արդեն մրգի սեզոնն է, նենց հավես մրգեր եմ տեսնում, ճանապարհին խանութում, ձու իր համար վերցրել է, մի հատ սպիտակ պլիտկա, մի հատ սենց կոնֆետ է վերցրել և երկու հատ մեծ չափի բեր է ենթադրում եմ, dragon fruit երկու հատ վերցրել է, Ես պարոն Ալեքսն է ընտրել, էլ ինչ ենք վերցրել, գիրք երախան իրա համար վերցրել ընկերներ, ինքը արդեն կարդում է, ու հաճույքով կարդում է, և կարդ եմ վերցրել, խաղաքարեր, իդիետ, դուրակ ենք խաղալ, պետք է սովորացնեմ պարոն Ալեքսանդրին, դուրակ խաղալ, և ինչ ենք անելու Ալեքս, Չունեին, նայում է, որ հասարակ, սենց տուփի մեջ, ինչ-որ ես ինչ քարտեր մեզ պետք չէին, երկու տուփ է այստեղ, բայց չունեին, մի հատ ունեին, որ էլի այտենց մի տուփով էր, բայց ավելի թանկ էր, ճիշտն ասած, ես էլ մտածեցի, որ պետք է խաղանք, ոնց որ մեզ այտենց ես ինչ քարտեր պետք չէ, այս ամենամատչելն էր մեջներից, Ես հիշում եմ, որ մենք փոքր էինք, նույն տարիքի, ոնց որ Ալեքսն է 6-7 տարեկան, և տատիկս խաղում էինք դուրակ, մեծ հաճույք էինք ստանում դուրակ խաղալուց, համոզված եմ, որ Ալեքսն էլ կսիրի այս խաղը և միասին կխաղանք, մի հատ էլ սենց ինչ-որ այն բերանը թարմացնող, ավելի շատ այս կոնֆետներից է վերցրել, Ընկերներ այսքանն էր, ինչպես որ նշեցի, շատ եմ սիրում, այս խանութը ինչ եմ սիրում, գնումներ անելուց ամեն անգամ, շատ մեծ չի, ես ավելի մեծ էի պատկերացնում ու շատ է մեջը, ես մտածում եմ երևի մի հատ մեծ, երկու հատ մեծ կոնֆետ կլինի, ամեն անգամ միշտ գնումներ անելուց նախ ինձ բրինձ են դնում, կամ տարբեր նվերներ են դնում, մեջներ, իսկ այսօր նաև Դրա հետ մեկտեղ ես հավաքում եմ իմ միավորները և այսօր որ գումար չէր հերիքում, 2200 ռուպի էր ընդհանուր կազմել, ես վճարեցի 1500 ռուպի ընդամենը ընկերներ, որովհետև մնացածը իմ հավաքած այդ ընթացքում, որ գնումներ եմ անում, այդ է։ Ինչի եմ այս խանութը նաև սիրում, այն մյուս խանութում ուղղակի միս ու ձուկ եմ վաճառում, միս չէ, հիմնականում հավի միս ու ձուկ եմ վաճառում, դրա համար եմ գնում այդ մյուս խանութը Մեկ-մեկ լինում է, որ ինչ-որ նորություններ վերցնում եմ, այստեղ գնումներս անում եմ արագ, շատ արագ եմ բերում, առաքում անում եմ մի անգամից, մի խոսքով այս խանութից, այս Village Market-ը իմ համար լավագույն խանութն է այս տարածքում։ Daddy wanted to try it all the time. We have to drink the water and hand off the tank. You know how we do? But we can also cut a small piece, spicy. I sense spicy. I will help Daddy. We have to cut all the bad parts. This part we will take. I also was thinking that only the way is to make a juice. But at school yesterday I saw his school friends
they were doing like this, I was surprised. I was shocked. Telling the truth, I said okay. And today I saw they are selling. I feel myself like a panda. Yeah, like a panda bear. No. Panda eating it, you know, Alex. This is his favorite. Panda? Yeah, that's his That is favorite. a different type. Panda is not like that type. This is not a regular bamboo. It is trees bamboo. They like only forest bamboo. Yeah, they like the soft bamboo. This It's is easy to soft. trim. Only Sugar in. drink the water. That's all I'm doing. It's not bad, no? No? Very juicy and easy to chew. What do you think? Oh, well, I prefer the drink. Yeah, that's sure. Ambelica. But to try, what about the taste, honey? I will show you. Well, if we're ever lost in a bamboo forest, we know how we can survive. Հա, Just chewing on this. կարանք survive անենք, հա։ Այսօր ընկերուս հետ է խոսում, ասում էր թե Բելգիայում ինչքան ցուրտ է, ասում էր զանգել էի այն ժամանակ, երբ որ ինքը բորշ էր պատրաստում, ասում է իսկական բորշի եղանակ է, ազգությամբ ուկրաինացի է իմ ընկերուհին, մենք միասին գնացել ենք ֆրանսերենի դասերի, շատ մտերիմ էինք, ընթաց իրար հետ խոսում ենք, կապ ենք պահում, ինչևէ ընկերներ ջան, տանը նայեցի, ասում եմ լյոտ, ես էլ ունեմ ոնց որ թե լավ միտք տվեցիր, ես էլ կպատրաստեմ այսօր բորշ ընտանիքիս համար ու ամեն ինչ ունեի նայեցի, ասաց Լիան անպայման կավելացնես մի քիչ չիչիվիցա ոսպ, դեղին ոսպ, թե գարոխ այս, ինչև է այս դեղին այս սրանից, ասաց շատ համեղ է դարձնում բորշը ու տեքստուրան փոխում է իր խորհրդին եմ հետևում ու այսօր հենց այդպես եմ պատրաստում առաջին անգամ եմ ես էլ պատրաստելու ասեց կպատրաստես կտեսնես թե բորշը ինչքան համով է ստացվում ես միսը հավի մսով եմ պատրաստելու հավի բուդիկները արդեն լավ խաշել եմ պատրաստ է հիմա մնում է կամած հերթով ավելացնեմ մեկ էլ մյուս տարբերությունը ես կաղամբը անպայման դեսպիտակամբ կարա լինի, բայց անպայման քերջիչով եմ անցկացնում, որովհետև ավելի հաճելի է լինում, Ալեքսը որ կոպիտ բաներ է լինում, չի ուտում, եսն էլ չի սիրում, երևի ժառանգական է դա, ինչև է, քերջիչով աղջիկներից մեկը միշտ ասում է, քերջիչով որ անցկացնում, կաղամբը ջուր դուրս, կաղամբի մեջ ընկերներ ջուր չկա, բացառվում է, որ կաղամբից քերջիչով անցկացնելուց ջուր դուրս կա, անկախ նրանց դա ինչ գույն կաղամբ է, սպիտակ է, կարմիր է, ինքը հակառակը շատ ավելի փափուկ է լինում ու պարտադիր չի այդ հատուկ շրինքի դանակներից ունենաք, տանը այդպես ամեն ինչ ունենալու համար մասնագիտական խոհարարական բան չի, տանը կարող եք չունենալ այդ շրինքի դանակներից, որ շրինք անեք, հանգիստ կարելի է ուղղակի քերջիչով անցկացնել, ինքը բացարձակ կաղամբը ջրալի չի, որ ջուր դուրս տա ու անհանգստանաք ընկերներ ջան, փորձեք մի անգամ, սենց ավելի հաջող է լինում թե սալատները, թե բորշն էլ։ Սող, սխտոր, գազար, այստեղ երկու տեսակի գազար է, պղպեղ, բազուկ բնականաբար, կարտոֆիլ, լոլիկ եւ դեղին ոսպ, ոսպա կամ ոլոր, չգիտեմ, ինչև է, սրանից բոլորս ճանաչում ենք, գիտենք ընկերներ եւ բնականաբար կաղամբ։ Ես մինչև ճաշն եմ պատրաստում, Ալեքսն ու Դադին ինչ են անելու։ Նայելու են, որն եք նայելու։ Ոնց է անունը։ Հա, what is the name of the movie? Ասա։ Sun also rises. Higher understanding on it, right? We read the book, didn't we? Ահա, Ernest Hemingway-ի full book-ը կարդացել եք, գիրքը կարդացել եք, հիմա էլ նայելու են ֆիլմը։ Ինձ էլ են հրավիրում, ես չեմ հասցնում, ընթրիքը պետք է պատրաստեմ։ Բորշի պատրաստությունն եմ տեսնում, ամեն ինչ ավելացրել եմ, համեմունքներ, տոմատ, լոլիկ, այն նշածս բոլոր մթերքները ավելացրել եմ, հիմա կավելացնեմ հավի արտանակը, խամել էի, ու կթողնեմ, որպեսզի եփի։
Դե դատի դու ցույց տուր, շո դատի ոնց էին պարում, հələ ցուցատանի հնում ոնց էին պարում, հələ տեսնենք։ Now your turn now. I did it. Now you gotta do it. Հələ տեսնեմ բա։ Don't be shy. Oh. Դե լավ, ոչ ես ուզում մի ցույց տուր, դե լավ։ Արդյունքում ունենք շատ կարմիր հավես որոշ կանաչին մնաց ավելացնեմ ու շատ համեղ դեպ հավի մսիկները ես ոսկորներից հանում եմ ու սենց մանրացնում եմ, որովհետև Ջեսն ու Ալեքսը չեն ուտում, եթե միսը ոսկորով եմ մատուցում, պետք է ոսկորից առանձնացված լինի։ Ինչպես արդեն ասեցի, ես առաջին անգամ եմ բորշը պատրաստում այդպես դեղին ոսպով, շատ համեղ եղել, իսկապես եմ ասում, պատկերացրեք, որ կասկածում է Ալեքսը բորշ կուտի չի ուտի։ Նախկինում պատրաստել եմ ու չէր կերել, դրա համար հաճախակի չեմ էլ պատրաստում, բայց պատկերացրեք, որ ամբողջական ափսեն կերել է եւ էլիա ցանկացել էլիա կերել։ Այս տարբերակով իսկապես որ եւ համներ շատ համեղ եւ շատ ջրիկ չէր, ինչի որ մեր ընտանիքում չեն սիրում, իսկապես արժի փորձել։ Երբ փորձեք, խնդրում եմ անպայման վերադարձեք ու գրեք մեկնաբանություններում հավանեցիք թե չհավանեցիք։ Ես էլ իմ հերթին խոստանում եմ ձեզ հետ կիսվել այսպիսի համեղ բաղադրատոմսերով։ Մազերս ներկել էր հարկավոր, գիտեք երևի թե ասել եմ շատ դժգոհել եմ այս հարցից, երկու շաբաթը մեկ պետք է ներկեմ, հակառակ դեպքում գրեթե ամբողջությամբ սպիտակ է, իմ մազերը բնականից լավ սև մազերը։ Հիշում եմ, որ դպրոցում էի, ընկերուհուս մաման միշտ ասում էր դու մազերդ սև ես ներկում, 8-րդ դասարան էի, ինչ ասում էի, չէ, չեմ ներկում, ես մազերս չէր հավատում, ասում էր մազերը ներկած, ասում էի, չէ, չեմ ներկում, բայց այդ լավ սև մազերի վատ կողմն էլ դա է, որ շուտ են սպիտակում, ինչև ընկերներ, որ ասում անգելես պետք է քաշես, հիմա պետք է ներկես երկու շաբաթը մեկ, թե չէ ֆորմայի մեջ չի լինի, մեկ էլ ուզում էի ունքերիս ձևը փոխեի, երկարացնում եմ, թողել էի, որ աճեն ունքերս, բայց ինչպես տեսնում եք այստեղ, ես էլ լուսին հետ էի նայում, որ երևի թե անիմաստ է, որովհետև աջ կողմի այս ունքս ավելի հաստա, քան այս մյուսը, ստեղ մի քանի հատ ցանցառ մազ է եկել ու չեմ կարծում, որ սրանից ավել կգա։ Ես էլ միշտ սրան եմ հարմարացնում, այտենց որ ամենուր չներկեմ էլի, կամ պետքա ինչ-որ ներկեմ, ինչ-որ մի բան անեմ, մքացնեմ, մատի տանեմ, այս մյուսին բերեմ հարմարացնեմ։ Երևի այսօր էլ մի հատ կմտածեմ, բայց երևի թե դնեմ, հանեմ, ոնց որ միշտ եմ հանում, այդ նույն ձևով անեմ, ուզում էի բնականին մոտ մնար, մի քիչ հաստ, սրան ավելի շատ նմանացնի, բայց սա ցանցառանոր սրա շատ չի լինի ընկերներ։ Այսպիսի գործողություններ շուտով պետք է գնամ Ալեքսին բերեմ, գնանք Ալեքսին բերենք դպրոցից, համել մազերի մասին խոսել։ Լավ, եկեք մի անգամից այդ թեմային էլ անդրադառնամ մազերը կտրելուն։ Ջեսի ու Ալեքսի մազերն էլ գիտեք, ես եմ կտրում, դեռ շատ վաղուց, բայց մազերի կտրելու հետ կախված շատ թեմաներ կան, շատ ժողովուրդների համար մազերը մի տեսակ ուժ ներկայացնող թեմա է, ու նաև արդյոք արժի կտրել, կարելի է կտրել, չի կարելի կտրել երեխայի մազերը, ամուսնու մազերը, ինչպես նաև ինչ է նշանակում տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր արարողություններ կան, հետաքրքիր է։ Երեք օրը կիրակի էր, համ Ալեքսի մազերն էի կտրում, համ Ջեսի մազերն էի կտրում ու այդ կտրելու ընթացքում անդադ մտածում էի, շատերն էլ ձեզնից ասում են, որ Լանա ջան, լավ նշան չի, որ ընտանիքի անդամների մազերն ես կտրում, երեխայի մազերն ես կտրում, կամ իմաց ասում է, չի կարելի ամուսնու մազերը կտրել։ Ճիշտ ասած, այդպես սուի վերյա բաներ, նախախնամություններ շատ կան, տարբեր ազգերի մոտ կա ու երևի թե շատ թեմաների վերաբերյալ կա, բացի մազ կտրելը, դրա համար այսօր ես մկրատ ունեմ այսպեսի միկրոֆոնին ամրացված ընկերներ։
Բայց կան նաև բացի նախախնամությունները, նաև շատ հետաքրքիր ազգեր ունեն իրենց ավանդույթները։ Երեք կտրում էի ու այդպես մտովի անց էի կացնում տարբեր ազգերի մոտ թե ինչպես է։ Օրինակ մուսուլմանների մոտ երևի թե գիտեք, որ 7 օրեկան երեխային քաչալացնում են, դա նշանակում է, որ երեխան արդեն մաքուր է ու պատրաստ է նոր կյանք սկսելուն, քաչալացնում են ու ինչքան որ մազը քաշով լինի, պետք է այդ քաշին համապատասխան ոսկե դրամ կամ արծաթե դրամ նվիրաբերեն մզկիթին, բայց քանի որ 7 օրական մազի երեխան ինչքան մաս պետք է ունենա, չէ, ինչ որ դեցիներ կլինեն, այդքան շատ չի, ավելի շատ հիմա նվիրաբերություն են անում մզկիթին, բայց հա մուսուլմանները այդպիսի ավանդույթ ունեն։ Եվրейների մոտ, օրինակ Իսրայելի բնակիչների մոտ, մինչև 3 տարեկան երեխայի մազերը չեն կտրում, առաջին անգամ կտրում են 3 տարեկանը լրանալուց հետո, որովհետև գտնում են, որ 3 տարեկանում երեխան նոր արդեն սկսում է հասկանալ եւ պատրաստ է սովորելու։ Սինեգալում է լինում այդ արարողությունը, հավաքվում են ընտանիքի անդամները, ընկերները, բարեկամները եւ կտրում են առաջին անգամ երեխայի մազերը։ Հինդուիզմում էլ բնականաբար էլի երեխաների մազերը կտրելու համար սովորություն ունեն, տղա երեխաների մազերը կտրում են ամսվա կենտ ամիսներին 1-3 տարեկան այդ ժամանակահատվածում նախընտրում են քաչալացման տարբերակը, իսկ աղջիկ երեխաներին 11 ամսեկանը լրանալուց էլի մազերը կտրում են եւ նախընտրելի է տաճարում էլի ընկերներով, բարեկամներով, հարազատներով գնում են այնտեղ են աղջիկ երեխայի մազերը կտրում, որպեսզի նրան հաջողություն բերի եւ բախտավոր լինի։ Չինացիներն էլ ունեն երեխայի մազերը կտրելու ավանդույթ, կտրում են երեխայի 1 ամիսը լրանալուց եւ իրանց համար շատ կարեւոր է կարմիր գույնը։ Հիմնականում ուտեստները, քաղցրավենիքները պատրաստում են ամեն ինչ կարմիր գույնով եւ երեխայի գլխի վրայով անց են կացնում, էլի կարմիր քաղցրավենիքներ, կարմիր գույնով քաղցրավենիքներ եւ բրինձ, որ երեխային հաջողություն բերի։ Ինչպես ասեցի, 1 ամսեկան հասակում։ Սա ժողովուրդների ավանդույթն դե երևի թե էլի շատ երկրներ կլինեն, այս այնա ինչը որ ես գիտեմ, երևի թե էլի կլինեն ազգեր, ազգություններ, որոնք էլի ինչ-որ սենց նմանատիպ ավանդույթներ ունեն։ Բայց այս ամենը ամբողջը չի գիտեք, մազերը մարդու համար միշտ, չգիտեմ, դեռ հնուց եկող, միշտ ինչ-որ ասոցացվում է մարդու էներգետիկ դաշտի հետ, եւ կան նախախնամություններ, օրինակ ասում են, թե չի կարելի կտրել ամուսնու մազերը, կինը չի կարող կտրել ամուսնու մազերը, որովհետեւ ամուսինը այդ ժամանակ դառնում է ավելի ջղագրգիռ, ավելի շատ է ջղայնանում, ավելի շատ բաներ է տեսնում, ինչի պատճառով տանը կռիվներ են առաջանում, ինչպես նաեւ կինը երբ որ կտրում է ամուսնու մազերը, կարճացնում է նրա կյանքը, նման ինչ որ միֆեր կան։ Հետո օրինակ ասում են, թե իբր եթե հիվանդ ես լինում, մի փոքր մազերի ծայրից կտրում ես, ուղղացնում ես մազերը, միանգամից լավանում ես։ Այն ժամանակներում նաև նման միֆ է տարածված եղել, որ քանի որ վարսահարդարը կարող է փոխել մարդու ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև նրա ամբողջ կյանքը, դրա համար շատ պետք է ուշադիր լինես վարսահարդար ընտրելիս։ Հարկավոր է, որպեսզի վարսահարդարը լինի քո տարիքին կամ երիտասարդ պետք է ընտրես, որովհետև ավելի փորձառու տարիքով վարսահարդարները ավելի, այսպես ասած, մոգական են լինում ու կարող են ազդել քո ճակատագրի վրա, որպեսզի չազդեն, հարկավոր է այդպես ավելի երիտասարդներին նախապատվությունը տալ կամ քո տարիքի, հարկավոր է նույն սեռի վարսահարդարի մոտ գնալ, ասում են նաև հարկավոր է ընտրել այնպիսի վարսահարդար, ով կլինի կենսախինդ, ուրախ, որպեսզի այդ իր կենսախինդությունը հենց քեզ փոխանցի մազերը կտրելու ժամանակ եւ ոչ թե տխուր վարսահարդար է հարկավոր ունենալ։ Կան նաեւ միֆեր, որ չի կարելի օրինակ մազերը կտրել կիրակի օրը, որովհետեւ կիրակի օրը մազերը կտրելիս անհաջողություն է գալիս։ Եթե ունեք պարտքեր եւ ուզում եք այդ պարտքերից ազատվել, ապա հարկավոր է մազերը կտրել շաբաթ օրը, որովհետև շաբաթ օրը մազերը կտրելով ձեր պարտքերը կփակվեն։
Եթե դուք հավատում եք եւ ունեք պարտքեր, ապա կարող եք փորձել մեկնաբանություններում էլ կգրեք արդյոք ազդում է դա, ազդեց ձեր օրինակի վրա, թե ոչ։ Ես ինքս գիտեք նման նախասիրություններին, նախախնամություններին չեմ հավատում, որովհետեւ այս բոլոր նախախնամություններին, բոլոր ազգերի նախախնամություններին, եթե սկսես հավատալ, ապա ինձ թվում է տանից երևի թե պետքա դուրս չգաս, որովհետև շատ են ազգերը, շատ են ժողովուրդները, շատ են գտնում եմ երևի նախկինում դե այդքան շատ չի եղել, չէ, տարբեր ազգերի հետ կապը չես իմացել, մարդիկ չեն իմացել, որ ժողովուրդները ով ինչ նախախնամություններ ունի, այդքան շատ բաց չի եղել ու ամեն մեկը իր համար ունեցել է, այդ փոքր ա եղել այդ սահմանաչափը, բայց արդեն երբ որ ճանաչում ես տարբեր ժողովուրդների նախախնամությունների մասին իմանում ես, ապա հասկանում ես, որ այդ բոլորը չես կարող հետևել, դա չափից շատ կլինի։ Ինչևէ ընկերներ, եթե դուք հավատում եք նախաձեռն, գրեք, ես վազեցի Ալեքսի հետևից, թե չեք ուշանամ։